Ուզում եմ կարդամ Ծննդոց 32-րդ գլխի 24 համարից։ Եվ Հակոբը մենակ մնաց, և մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչև արշալույսի ծագելը, և տեսավ, որ չկարողացավ նրան հաղթել, նրա զստի ամոլաջիլին դպավ, և Հակոբի զստի ամոլաջիլը թուլացավ նրա գոտեմարտած ժամանակը, և նա ասեց. «Թող տուր ինձ, որովհետև արշալույսը ծագեց», և Հակոբն ասեց. «Չեմ թողիլ քեզ, մինչև որ ինձ չօրհնես»։ Եվ նա ասեց նրան. «Ի՞նչ է անունդ»։ Նա էլ ասեց. «Հակոբ է»։ Եվ նա ասեց. «Այլևս քո անունը Հակոբ չասվի, այլ Իսրայել, որովհետև Աստծո հետ և մարդկանց հետ մարտնչեցիր և հաղթեցիր»։ Եվ Հակոբը հարցրեց և ասեց. «Աղաչում եմ, անունդ տա»։ Եւ նա ասեց. «Ինչու ես իմ անունը հարցնում»։ Եվ նա օրհնեց նրան այնտեղ, և Հակոբը այնտեղի անունը Փանուել դրավ, որովհետև ասեց. «Դեմ առ դեմ տեսա Աստծուն, և իմ անձը ողջ մնաց»։ Ուրեմն, ինչ ենք հասկանում այս համարից։ Նախ ամբողջ Աստվածաշունչը, երբ որ կարդում ենք, մենք հասկանում ենք, որ մարդկանց անունները ուրեմն շատ կարևոր նշանակություն ունեն։ Սերտ կապ, այսինքն մարդու անունը և իր կանչվածությունը, իր կոչումը ամբողջությամբ մարդու անվան մեջ է պարփակվում։ Հետաքրքիր տեղ կարդացի։ Ուրեմն Հակոբը ինքը գրած է, որ մնաց մենակ, և մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչև արշալույս։ Հոգևոր մեծ խորհուրդ կա, երբ որ մենք մեր կյանքի այդ տխուր պահերին, երբ որ լքված ենք, մենակ ենք, երբ որ բոլորը մեզ թողում են, ամենաշատը մենք Աստծուն ենք պետք, որովհետև Աստծու համար շատ լավ շրջան է այդ պահը, որ մարդը ամբողջությամբ սկսում է կառչել Աստծուց։ Հենց այդ մենակ մնալը, այստեղ էլ տեսնում ենք, որ Հակոբը մենակ էր, և ուրեմն Աստված այցելեց Հակոբին։ Ուրեմն, ինչ ենք կարդում։ Երբ որ Հակոբը մենամարտում էր, Աստված ինչ ասեց. «Ինչ է անունդ»։ Հակոբ նշանակում է խաբող, Հակոբը ինքը իր բնությունով խաբող էր, և այստեղ ուրեմն Ծննդոց 21-ում կարդում ենք, որ Եսավ ասում է. «Միթե նրա անունը Հակոբ չէ, և ահա սա երկու անգամ ինձ խաբել է»։ Հակոբ իր խաբող բնությունն էր, իր անունը ուրեմն ներկայացնում էր իրան, և առհասարակ յուրաքանչյուր մարդ Աստվածաշնչում, երբ որ կարդում ենք, անունը կարծես թե ներկայացնում է իրան։ Հիմա այս մարդը Աստծուն ասեց. «Ես խաբող եմ, ես Հակոբն եմ»։ Ինքը Աստծուն խոստովանեց իր էությունը։ Աստված պատահական չհարցրեց Հակոբին, և նենց չէր, որ Աստված չգիտեր Հակոբի անունը։ Աստված գիտի մեր գլխի մազերի քանակը։ Ուղղակի Աստված սպասում էր Հակոբից խոստովանություն։ Այսինքն, ով ես դու, բացի սիրտդ Աստծու առաջ, թափի սիրտդ Աստծու առաջ, դու խոստովանի, որ դու Հակոբն ես, դու խաբող ես, քո բնությունը էս է։ Աստված հարցնում է. «Ինչ է քո անունը»։ Մենամարտում ես, որտե դու պիտի հաղթես, երբ որ դու խոստովանում ես Աստծուն, որ դու այս մարդն ես, դու խաբող ես, դու շնացող ես, դու աշխարհասեր ես, դու և այլն, գող ես, չգիտեմ, անառակ ես, տարբեր բաներ։ Աստված
սպասում է քո խոստովանությանը, Հակոբն ես, ինչ ասում, այլևս քո անունը Հակոբ չասվի։ Ուրեմն Հակոբի կյանքում լուրջ փոփոխություն է կատարվում, քանի որ Հակոբը ուրեմն խոստովանեց, որ ինքը այդ մարդն է, ինքը այդ խաբող բնությունն է, ինքը այդ է, ոչ մի բան չթաքցրեց Աստծուց, ես Հակոբ եմ։ Ինչ է ասում Տերը, այլևս քո անունը Հակոբ չասվի։ Այս մարդը հանդիպում ունեցավ Աստծո հետ, երես առ երես, չէ՞, վերջում ասում է 30 խոսքից, դեմ առ դեմ տեսա Աստծուն և իմ անձը ողջ մնաց, երես առ երես դեմ առ դեմ հանդիպեց Աստծո հետ, և երբ որ հանդիպեց Աստծո հետ, այստեղ էլ Հակոբ չմնաց, իր խաբող բնությունը, իր անունը, այն անունը, որ դրած էր իր վրա, այն անունը, որ ներկայացնում էր իրան, իր խաբող բնությունը, իր խարդախ բնությունը, Տերը ասում է այլևս քեզ Հակոբ չասեն, դու նոր մարդ ես, հիմա դու նոր մարդ ես, ես քո վրա նոր անուն եմ դնում, այլևս քո անունը Հակոբ չասվի, այլ Իսրայել։ Ինչա նշանակում Իսրայել, Աստծո հետ գոտեմարտող։ Փառք Տիրոջը, ինչ հետաքրքիր է, Հակոբը մարտնչեց Աստծո հետ, երբ որ ինքը մենակ էր, երես առ երես, Տեր, ես այս մարդն եմ, Տեր փոխի ինձ, ես Հակոբն եմ, ես խաբող եմ, ես էս եմ, էս այն բնությունը, Տերը հարցնում է, ինչ է քո անունը, ինչ է քո էությունը, ով ես դու, ինչ ես ներկայացնում քեզանից, և երբ որ մարդը ինքը խոստովանում է, որ ինքը այդ մարդն է, այդ մարդու կյանքում փոփոխություն է լինում, Տերը փոխում է այդ մարդու կյանքը, անունը փոխվում է, այն անունով, որ քեզ դիմում էին, այն անունով, որ քեզ ճանաչում էին, չէ, Եսավն ասեց, միթե նրան Հակոբ չեն ասում, ահա երկրորդ անգամը խաբում է ինձ, այն անունով, որ գիտեն քեզ մարդիկ ճանաչում են, այլևս դու այդ մարդը չես, այլևս քեզ Հակոբ չասեն, այլ Իսրայել, որտև Աստծո հետ գոտեմարտեցիր, այսինքն դու Աստծո հետ հանդիպում ունեցար, դու Աստծո հետ հանդիպում ունեցար և քո հին բնությունը, քո անունը, այն ինչը որ ներկայացնում էր քեզ, այլևս քո վրա չի, դու այլևս Հակոբը չես, դու Իսրայելն ես, և մինչև այսօր ամբողջ այդ ժողովուրդը կոչվում է Իսրայել, ամբողջ ժողովուրդը կոչվեց Իսրայելի անունով, Աստծո ժողովուրդ, ինչ ենք հասկանում, Տիրոջ հետ հանդիպումը, փոխում է քո ամբողջ էությունը, քո անունը, այն ինչը որ կար, այն ինչ որ աշխարհից, սատանայից, այն ինչ որ քո էությունն էր, քո խարդախությունը, Տերը ջնջեց, Տերը քեզ որպես Հակոբ այլևս չի ճանաչում, դու այլևս Հակոբը չես, և այստեղ մի պահ էլ կհիշենք, ուրեմն Աբրահամի և Սարայի համար, երբ որ նրանց անունները Տերը փոխեց, շատ կարևոր է, ուրեմն, երբ որ Տերը փոխում է քո անունը, ջնջում է հինը, դու այլևս հին մարդը չես, այլևս այն մարդը չես, ինչ որ այն անունով, որ քեզ գիտեն, ճանաչում են, այլևս այդ չես, քո անվան հետ կա քո կանչվածությունը, և ասում է այսուհետև քո անունը Ծննդոց 17, ավելի ճիշտ, ուրեմն 5-րդ խոսքից, և այսուհետև քո անունը Աբրահամ չասվի Աբրամ, այլ քո անունը ասվի Աբրահամ, որտև քեզ ազգերի բազմության հայր արի, այսինքն անունդ փոխել եմ, Աբրահամ, քո կանչվածությունը, քո ընթացքը, ազգերի բազմության հայր, և 15 խոսքից, քո կնոջ Սարայի անունը Սարա չասես, այլ Սարա 2 ռ'ով, և Սառա ուրեմն նշանակում է իշխանուհի, ինչ ենք հասկանում, Տերը փոխեց անունը, Տերը փոխեց Աբրահամի անունը, Սառայի անունը, Հակոբի անունը, այլևս քո անունը ուրեմն Հակոբ չասվի, այլ Իսրայել, և այստեղ ուրեմն ուզում եմ կարդամ
Մատթեոս ավետարանը առաջի գլուխը եւ ասма 21 խոսքից եւ նրա անունը Հիսուս դնես, որտեւ նա իր ժողովրդին կփրկե իրենց մեղքերից։ Այսինքն ինչ է նշանակում Հիսուս փրկիչ։ Ուրեմն անունը սերտ կապ ունի քո ընթացքի հետ, ով ես դու, ինչա քո անունը։ Մենք այսօր որ երեխաներ ենք ունենում, ուղղակի ասենք ինչ որ անուններ սիրելով դնում ենք իրանց վրա, բայց ուրեմն առաջներում տես չէր եղել, անվան հետ կար նշանակություն։ Դու ես մարդն ես, այսպես կանվանես։ Տերը ասում էր կունենաս որդի, անունը կդնես սենց։ Եվ Հիսուսի համար կարդում ենք, որ եւ նրա անունը Հիսուս կդնես, որովհետեւ նա կփրկի իր ժողովրդին մեղքերից, այսինքն Հիսուս նշանակում է փրկիչ։ Եվ այստեղ ուրեմն ուզում եմ կարդամ հայտնությունից, մի րոպե, հայտնություն, ուրեմն երկրորդ գլուխ 17 համարից ով որ հաղթում է, այն թաքցրած մանանայից ուտել կտամ եւ սպիտակ խիչ կտամ նրան եւ այն խճի վրա մի նոր անուն գրված, որ ոչ ոք չգիտի։ Փառք Տիրոջը, հետաքրքիր է, այստեղ եւս ուրեմն հաղթողները, ով որ հաղթի, ասма թաքցրած մանանայից ուտել կտամ եւ սպիտակ խիչ կտամ եւ այն խճի վրա մի նոր անուն գրված։ Ինչ է նշանակում էսի, դու հաղթում ես, Տերը քեզ անուն ունի, քո համար անուն ունի, որոշած, ինչա քո անունը, այդ անունը ոչ մեկ չգիտի, այդ անունը քո հին անունը չի, ինչ որ քեզ ճանաչել են, այդ անունը երկնքից դրված նոր անուն է, որ ոչ ոք չգիտի, քեզ այդ անունով ոչ մեկ չգիտի, Տերն է որոշել, Տերը ասում է դու իմ զավակն ես, ես քեզ սրբել եմ, ես քեզ մաքրել եմ, ես արդարացրել եմ, ով է որ դատապարտի, ես քեզ նոր անուն եմ տալի։ Եվ գիտեք, պարտադիր չի, որ հավատացյալը գնա ուղղակի ամենտեղ գոռա, ես հավատացյալ եմ, ես Աստծո զավակ եմ, ես այն եմ, ես այս եմ, չէ, այն անունը, որ քո ճակատին կա, էդի մարդիկ տեսնում են։ Այն, որ դու երկնքի ուրեմն արքայության ներկայացուցիչ ես, երկնային ուրեմն քաղաքացի ես, էդի աշխարհը տենում է։ Այն որ դու ես աշխարհից չես, էդի երևում է, էդի տարբերվում է, պետք չի գնալ, գոռալ, գոչել, ես հավատացյալ եմ, ես ես եմ։ Իրանք են տեսնում, որ դու ես, գիտես, իրանք ասում են, ով ես, դու պատմի քո մասին, դու իրանց նման չես, դու բոլորից տարբերվում ես։ Դու իրանց նման չես, հələ պատմի, տենանք դու այդ քո աչքերը ուրիշ աչքեր է, քո հայացքը ուրիշ է, քո մտադրությունները, քո ձգտումները, քոնը ուրիշ է, ով ես դու, հələ պատմի, էլի, էդի 5-րդ ավետարանն է, այդ դրա մասին չեն խոսում, ռեկլամ չեն անում, էդի հենց այն անունն է, որ Տերը դնում է մարդու ճակատին եւ ասում է մի նոր անուն գրված, որ ոչ ոք չգիտի, բայց նայողը կարդում է, նայողը տեսնում է, որ դու երկնային ուրեմն թագավորության քաղաքացի ես, այդ անունը Տերը դրել է քո ճակատին, էդի քո աչքերի մեջից էլ է երևում, որ դու իրանցից տարբերվում ես, դու իրանցից չես, դու Աստծո զավակ ես եւ իհարկե աշխարհն էլ իր անունը ունի, աշխարհի մարդիկ էլ իրաց ճակատին իրանց անունը ունեն, սատանայի զավակներն էլ անուն ունեն եւ իրոք որ նայում ես, ասենք մարդու աչքերից կարդում ես, որ այս մարդը պիղծ շնացող չէ, մեկն է, այս մարդը սենց է, այս մարդը ուրեմն աշխարհն էլ իր անունն է դնում, կարդում եմ հայտնություն 17-րդ գլուխ եւ ասում է եւ նրա ճակատումը գրված էր մի անուն, սա արդեն մեծ Բաբիլոն, երբ որ ուրեմն այդ պոռնիկ կինը նստած էր, այդ ասում է նրա ուրեմն ճակատումը գրված էր մի անուն, խորուրդ, մեծ Բաբիլոն, պոռնիկների եւ երկրի գարշելիների մայր։ Ուրեմն ինչ ենք հասկանում, սատանան էլ իր անունն է դնում իր զավակների ճակատներին,
ոնց որ Աստված իր անունն ու կնիքն է դնում քո ճակատին, նենց էլ սատանան։ Նորից եմ կարդում, ավելի վերևից, մի ոսկի բաժակ ուներ իր ձեռքումը լիքը գարշություններով և իր պիղծ պոռնկություններով, և նրա ճակատումը գրված էր մի անուն՝ խորհուրդ, մեծ Բաբիլոն, պոռնիկների և երկրի գարշելիների մայր։ Ուրեմն ինչ ենք հասկանում, աշխարհն էլ անուն դնում։ Աշխարհն էլ իր անունը ունի, իր զավակների վրա էլ իր անունն է կնիքված։ Եվ վերջապես ինչ եմ ուզում ասեմ, այս փոքրիկ ուրեմն պատգամը բացվեց ինձ եւ ուրեմն այնքան զարմանալի էր, շատ հետաքրքիր ձևով բացվեց, երբ որ դու ներկայացնում ես Տիրոջը, որ էսի քո բնությունն է, ես էս եմ, ես չեմ թաքցնում, ես էս եմ, ես պիղծ եմ, ես մարդասպան եմ, ասենք թե ես էս եմ, ես այն եմ։ Տեր ասում է այլևս քո անունը Հակոբ չասվի, ես ջնջել եմ քո մեղքերը, ես ներել եմ, ես նոր անուն եմ դնում, էլ մի հիշի, մի արտասանի քո անունը ես փոխել եմ։ Ես փոխել եմ, դու այլևս հին մարդ չես, դու նոր ես։ Եվ էստե ուզում եմ Հովսեփի մասին էլ կարդամ, եւ ասում է փարավոնը Հովսեփի անունը ուրեմն ինչ դրեց, Փսոմփթոմփանե, մի քիչ դժվար անուն է, Փսոմփթոմփանե դրավ, այսինքն ուրեմն ինչ է նշանակում երկրի փրկիչ, երկրի փրկիչ, Հովսեփ դու կանչված ես երկրի փրկիչ լինելու, փարավոնը անունը փոխեց, այստե փարավոնը ոնց որ Տիրոջ խորհուրդն է, Հովսեփի անունը փոխեց, մի անուն դրվեց իր վրա, որ նշանակում է երկրի փրկիչ, որտեվ Հովսեփի միջոցով ուրեմն հաց էր, չէ, բաժանվելու այդ բոլոր երկրներին, պետություններին, որոնք ուրեմն սովի մեջ էին։ Հովսեփ ուներ իր կանչվածությունը եւ իր անունը ուրեմն ասվեց իրան։ Եվ վերջապես այստեղ մի տեղ եմ ուզում կարդամ եւ սրանով ուրեմն եզրափակեմ ինչ եմ ուզում ասել։ Կարդում եմ Ծննդոց 35-րդ գլուխը, ուրեմն այստեղ այն պահն է, երբ որ Ռաքելը ուրեմն պիտի ծներ եւ ինքը այդ ուրեմն շատ դժվարություն քաշեց այդ ճանապարհին եւ ինքը մահացավ, ինչպես մենք գիտենք, ուրեմն Ռաքելը մահացավ ծնելուց, բայց ուրեմն ինչ ենք կարդում այստեղ։ Ուրեմն եւ ծնուցիչը ասեց նրան. մի վախիր, որովհետև սա էլ քեզ համար տղա է։ Եվ եղավ, երբ որ նրա հոգին դուրս էր գալիս, որտև մեռավ, նրա անունը Բենոնի դրավ, այսինքն ցավիս որդին։ Բայց նրա հայրը Բենյամին կոչեց նրան, որը նշանակում է աջի որդի։ Ուրեմն ինչ ենք հասկանում այստեղից, այն անունը, որով աշխարհը, որով ասենք ծնեց քեզ, երբ որ դու Հիսուսինը չէիր, ցավի որդի, չէ՞, ոնց որ Հակոբի անունն էր խաբող, այդ անունով քեզ դրեց, Տերը քո անունը փոխում է։ Ռաքելը դրեց ցավիս որդի, բայց հայրը փոխեց, ուրեմն եւ ասեց աջիս որդի, Բենյամին, այլևս չի նշանակում քո անունը Բենոնի, այլ նշանակում է Բենյամին, աջիս որդի, այն անունով, որ աշխարհը քեզ գիտի, այն անունը, որ դրված է քո վրա, Տերը փոխում է։ Տերը ասում է քո անունը Բենյամին է, ոչ թե Բենոնի, դու աջիս որդին ես, դու իմ զավակն ես, դու Հակոբը չես, դու խաբողը չես, դու Իսրայելն ես, եւ այն ժողովուրդը, որ մինչեւ այսօր ուրեմն Իսրայելի անունով կոչվում է, Փառք Տիրոջը, Տերը տա, որ մենք մեր անունին, մեր կանչվածությանը հավատարիմ մնանք։ Այսքանը, Փառք Տիրոջը, Տիրոջ անունը թող փառավորվի, ամեն։